կասեք Փաշինյանին, որ հանդիպեք։ Լադաս վատ խոս չեմ մտածել։ Ավելի, ընդուանուն մի տվեք էլի։ Որովհետև 10 միլիոն քրին իրանք ստացան, թոշակառուների 0%։ Էլի չեկավար, էլի չասեմ, ասա։ Այսօր չեն ուզում Սյունիքի մեջ կող ճանապարհ բացեն, դա լոզունգ են արել, որ մտնեն Թուրքիա, Թուրքիայից Եվրոպա, եսին որտե։ Դե գերիներին ինչի բաց թողեց Ալիևը։ Թրամփի նախագահ, Թրամփի փոխնախագահ ասեց, ես այդ հարցը լուծող եմ, բա ինչի չլուծեց։ Որ հանդիպեմ ես կասեմ, որ ես 91 թվից որ ես ծառայում էի տունը շատ փոքր էր, պարոն Փաշինյան։ Բայց այսօր չես գնահատում, ինչքան պատերազմներ եղել, մասնակցել եմ ես, նույնն էլ իմ տղեն։ Ու ոչ չի մեզ կարող է պատերազմին էլ, 16 թվին էլ, 44 օրվա պատերազմին էլ իմ տղեն եղել Ջաբրայել, ես էլ հետն էլ ծառայել եմ։ Ինչի չգնահատում։ Որ ամեն ինչ ունեմ այսօր, օրինակ իմ տղեն 44 օրվա պատերազմա, այսօր գլաները լսվել է, գնաց եմ Հիվանդանոց գումար են ուզում։ Ոչ մի բան չեն հաշվի չեն առնում։ Ջաբրայելի ծառայող զինվոր եմ ունեցել, հետն էլ հավասար ծառայել եմ, 15 օրվա զինվոր եղել, պատերազմը սկսվել է։ Այսօր տարել եմ Հիվանդանոց գլաները երեխուն խեղդում է, ասում այսքան գումար տաս, որ վիրահատեք։ Այսօր մտածում եմ, որ այդ գումարը որտից տամ, երեխու գլաները հեռացնեմ։ Թոշակառուների հարց կա, որ ի վիճակի չեն ապրելու դրանով։ Օրինակ անձամբ ընտանիք են պահում, 4 հատ երեխա են պահում, 2 անչափահաս, բայց թոշակառու։ Ես դրանով կարամ պահեմ, չեմ կարող։ Որ Փաշինյանին հանդիպեք, ինչ կասեք։ Կանշում ասված չանի հանդիպենք։ 18 թվին հանդիպել ենք, իրեն համար մի ամիս ուղիղ ես ներվերով հիվանդացել եմ, որ ինքլներ, բայց հիմա հակառակը։ Փաշյանին նախ ես չեմ ուզում հանդիպեմ, հետո որ հանդիպամ երկու բան կասեմ։ Ես չունեմ հանդիպելու, ինչ հանդիպեմ։ Որ հանդիպեմ, ասեմ, դժգոհ եմ, ինչը կփոխվի։ Եթե իրավունքներից են խոսում, հա, ոնց է որ 120-160 հազար ազգաբնակության զրկում են իրանց տեղաբնիկ, հա, սեփական ժողովրդին զրկում են սեփական եւ պատմական երկրում ապրելու պատմական եւ սեփական իրավունքից ու դրանից հետո այսքան բանից հետո այսքան կոտորելու ցեղասպանությունից հետո խաղաղությունից տեսնում եք թե ոնց կարող է պատահի գոլենք էս իշխանությունից